Բարև ձեզ Factor TV յուրա անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, ողջույն։ Բարև ձեզ։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է Հայաստանի եւ Ադրբեջանի պարագայում մենք շատ մոտ ենք այդ երկրների միջև առկա հակամարտության վերջնական կարգավորմանը, նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանն եւ Ադրբեջանը կմիանան Իսրայելի եւ արաբական երկրների միջև խաղաղություն հարաբերությունների կարգավորում ենթադրող Աբրամյան համաձայնագրերին, որոնք հիշեցնեմ կնքվել են Թրամփի նախագահության առաջին շրջանում եւ ձեռքբերում է համարում ընդհանրապես Թրամփի ադմինիստրացիան, նախ ինչ կնշանակի այդ համաձայնագրերին Հայաստանի եւ Ադրբեջանի հավանական միանալը, ապա կանդրադառնանք նաեւ հակամարտության վերջնական կարգավորմանը մոտ լինելու Թրամփի բանագնացի հայտարարությամբ։ Երևի հակառակ հերթականությամբ ամեն դեպքում նախ նշեմ, որ սա որոշակիորեն ասոցացվում է նաև Հայաստանի արտաքին գործարի նախարարի վերջերս արտահայտած կարծիքին, թե մենք մոտ ենք եւ գուցե մոտ ժամանակներս նորություններ լինեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրման հարցում, ինչը ենթադրում է, որ բանակցությունները ամեն դեպքում ընթանում են եւ բանակցությունները ընթանում են ոչ միայն այն ուղղությամբ, թե որտեղ երբ պետք է ստորագրվի համաձայնագիրը, այլև ընդհանուր առմամբ ստորագրելու վերաբերյալ, որովհետև գիտենք, որ Ադրբեջանը տարբեր պատճառաբանություններով ձգձգում էր այդ գործընթացը։ Գիտեք, պարոն Ղևոնդյան, կարող ենք ենթադրել, որ ստվերային գործընթաց կա ամերիկյան ներգրավմամբ։ Հենց դրա մասին եմ ես ասում, ամենայն հավանականությամբ որոշակի գուցե կողմնակի մասնակցությամբ բանակցություններ են ընթանում, ոչ ուղղակի բանակցություններ, հենց ամերիկյան ներգրավման մասին է խոսքը, եւ այդ գործընթացի ավարտին հասցնելու հարցում Ադրբեջանի կողմից ներկայացված երկու նախապայմանները, մենք գիտենք, երկու նախապայմաններից մեկը փաստացի Հայաստանը ընդունել է, դա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է, եւ երկրորդ նախապայմանը ըստ ամենայնի ես ենթադրում եմ, որ Ադրբեջանը չի պնդելու։ Բազմաթիվ անգամներ նշել ենք, որ ամենայն հավանականությամբ սահմանադրության փոփոխության նախապայմանը Ադրբեջանի համար ձգձգելու միջոց է եւ ոչ թե ինքնին նպատակ, առավել եւս, որ փոփոխություն իրականացնելու հարցում վստահություն նույնիսկ Հայաստանի իշխանությունները չեն կարող ունենալ։ Ինչ վերաբերում է այդ համաձայնագրին Հայաստանի եւ Ադրբեջանի միացման հարցին, այստեղ ամենայն հավանականությամբ Տրամփը փորձելու է սեփական հաջողության պատմության եւս մեկ գլուխ ներկայացնել թե իր ընտրողներին, թե համայն աշխարհին ներկայացնելով, որ առաջին հերթին Իսրայելի եւ արաբական աշխարհի երկրների համաձայնությունը գումարվում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի, հավանաբար Թրամփը կամ Թրամփին մերձ փորձագետները այս համաձայնությունը ավելի լայն կներկայացնեն Հայաստանի եւ թուրքական աշխարհի համաձայնության ձեռքբերում, որովհետեւ ի վերջո ենթադրվում է, որ հայ-ադրբեջանական համաձայնության կամ վերջնական հակամարտության, որի մասին Ուիթկոֆը ասում է, լուծումը իր հետևից բերելու է նաեւ հայ-թուրքական որոշակի գործընթացների իրականացման, առաջին հերթին սահմանի բացում, թեև երաշխավորված չէ, որովհետեւ Ադրբեջանը կարող է համաձայնագիր ստորագրել, բայց նորից կուլիսային գործընթացների միջոցով հասնել նրան, որ Թուրքիան դեռևս չբացի սահմանը, բայց բացի սահմանի բացումը Հայաստանի եւ Թուրքիայի միջև հնարավոր են այլ գործընթացներ եւս, օրինակ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, փոխանակում դեսպանատներով եւ այլն, բազմաթիվ գործընթացներ այդտեղ կարող են լինել։ Այսինքն այստեղ իմ գնահատմամբ այդ համաձայնագրին միացումը ենթադրելու է Թրամփի հաջողության պատմության նոր գլխի ներկայացում։ Շատ լավ, միգուցե նաև Հարավային Կովկասի կարևորում շատ են ասում, թե այս ռեգիոնը Թրամփի վարչակազմին չի հետաքրքրում, բայց գլոբալ կոմունիկացիաները անցնում են հենց այստեղով եւ խաղաղության հաստատումը երկրների միջև սահմանների բացումը ինչքան էլ այսօրվա դրությամբ անպատկերացնելի լինի Ադրբեջանի ապակառուցողականության պատճառով, եթե դա իրագործվի, գլոբալ կոմունիկացիաները այստեղով կանցնեն եւ պատկերացնում եք ինչքան կարող է կարևորվել, ոչ Իրանով անցնի, ոչ Ռուսաստանով անցնի, այլ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, արդյոք չեն թերագնահատում մեր ռեգիոնի նշանակությունը։ Բավական է մի հայացք գցել քարտեզին, որ հասկանալ, թե մեր ռեգիոնը ինչքան կարևոր նշանակություն ունի։ Ռուսաստանի խնդիրները ոչ միտեղ չեն կորում եւ չեն էլ կորելու, նույնիսկ եթե Պուտինի ադմինիստրացիան ինչ-որ ժամանակ անց չլինի եւ Ռուսաստանում լինի նորմալ իշխանություն, այդ դեպքում միևնույն է Ռուսաստանի հետ կապված խնդիրներ լինելու են։ Նույնը վերաբերում է Իրանին, Իրանում գործող ռեժիմի դեպքում խնդիրներ կան, առաջին
առաջին հերթին Միացյալ Նահանգների հետ, հետագայում եւս Իրանի հետ կապված չկա վստահություն, որ լինելու է այնպիսի ռեժիմ, որի հետ աշխատելը ձեռնտու է լինելու արևմուտքին, եւ միակ այլընտրանքը դա մեր տարածաշրջանն է։ Եթե ծովը չհաշվենք, եթե այլևայլ շատ ավելի բարդ, երկարատև եւ մուլտիմոդալ տարբերակներ հաշվի չառնենք, լավագույն այլընտրանքը մեր տարածաշրջանն է, բայց կա նաեւ մեկ այլ զուտ մաթեմատիկական շահավետություն մեր տարածաշրջանում անցնելու դեպքում կա հաշվարկ, որ մեկ կոնտեյները Չինաստանից միջին Եվրոպայի սիրտ, այսպես ասենք, հասնելու համար ամենաարագը դա հնարավոր է իրականացնել հետևյալ ճանապարհով։ Եթե այն գա Ղազախստան, Կասպից ծով, Ադրբեջանում դրվի ռելսերի վրա, երկաթուղու վրա եւ անցնելով Հայաստանի հյուսիսային հատվածով, ինչու հյուսիսային հատվածով, ես հիմա դրան կանդրադառնամ, այնուհետև Թուրքիա եւ Թուրքիայով երկաթուղի շարունակվի, գնացքը գնա հասնի մինչեւ Եվրոպա։ Ըստ այդ հաշվարկի դա հնարավոր է իրականացնել ամենաարագ, եթե ամեն ինչ օպտիմալ ձևով լինի, խնդիրներ չառաջան եւ այլն, դա հնարավոր է իրականացնել 12 օրում։ Այդպիսի ժամանակաշրջան այլ ուղղություններով հնարավոր չէ։ Ես համեմատության համար նշեմ, որ Վրաստանով Սև ծով անցնելու դեպքում լավագույն դեպքում այն հասնում է 14 օրում, իսկ օրինակ ծովային ճանապարհով, եթե նույնիսկ հաշվի չառնենք Եմենի եւ Հութիների խնդիրը, ծովային ճանապարհով դա տևում է մոտավորապես 45 օր։ Ավելի շատ է։ 45 օր մոտավորապես, դա 4 անգամ ավելի մոտավորապես, քան այս ճանապարհը, որը ես նկարագրեցի։ Իհարկե այստեղ կա քաղաքական շատ լուրջ կոմպոնենտ, քաղաքական խնդիր կա, ընդ որում, եթե ճանապարհը անցնում է Ադրբեջանի ցանկացած ուղով, Սյունիքով, Նախիջևանով, Թուրքիա, այստեղ եւ աշխարհագրական տեղանքի խնդիրների հետ կապված եւ աշխարհաքաղաքական կապված Իրանի սահմանին շատ մոտ լինելու հետ եւ ժամանակային խնդիրներ են առաջանում եւ լավագույն տարբերակը ես նշեցի, որ բոլոր նշված ուղղություններով դա Հայաստանի հյուսիսով անցնող ճանապարհն է եւ զարմանի չէ, որ Միացյալ Նահանգները որոշակի հետաքրքրություն ցույց տալիս է Հարավային Կովկասի նկատմամբ, առավել եւս, որ վերջին ժամանակներում Հարավային Կովկասի նկատմամբ հետաքրքրություն ցույց տվող երկրները չեն սահմանափակվում Ռուսաստանով եւ Միացյալ Նահանգներով եւ Չինաստանը շատ մեծ հետաքրքրություն ունի, Չինաստանը եւ Ադրբեջանի եւ Վրաստանի հետ ունի ռազմավարական համագործակցության պայմանագրեր կնքած, դե եթե այդքան ինչպես ռուսներն են ասում, փակուղային է Հարավային Կովկասը եւ որևէ մեկին հետաքրքիր չէ, ինչու է Չինաստանը ռազմավարական համաձայնագրեր կնքում, ինչու է Չինաստանը կառուցում ճանապարհ Վրաստանում, որը ես անձամբ եմ ներկա եղել, փայլուն ճանապարհ է, որը կարելի է օգտագործել այսօրվա հնարավոր ամենաբարձր մակարդակի բեռնափոխադրումների համար։ Ինչու է Չինաստանը այստեղ շատ կարևոր մի բան եմ ասել, ես նշեմ, ինչու է Չինաստանը այդ ճանապարհը միացնում Բագրատաշենին, որովհետև Չինաստանը ֆինանսավորում է ոչ միայն Ադրբեջանի սահմանից Սև ծով այդ ճանապարհի կառուցումը, որի մեծ մասը արդեն պատրաստ է, մեքենաները երթևեկում են ահագին մեծ հատվածով, այլ նաև ֆինանսավորում է Թբիլիսիից Բագրատաշեն նոր զուգահեռ ճանապարհի կառուցումը։ Կնեք եւ հիշեցնեմ, չինական դեսպանատունը Հայաստանում ակնարկել էր, որ Հայաստանի հետ կարող է կնքվել փաստաթուղթ հայկական կողմի եւս այսպես կոչված մետաքսի ճանապարհ միացնելու վերաբերյալ։ Հասկանալի է, որովհետև նույն հետաքրքրությունը կա նաև Չինաստանում, որովհետև անկախ նրանից Ադրբեջանը սահմանը հիմա փակ է պահում, հետագայում կբացի եւ այլն, Հայաստանով անցնող մեկ այլ ճանապարհ էլ կա Իրանով, դա ոչ ոք չի չեղարկել։ Եվ իհարկե ներեցեք, որ ընդհատում եմ, հերթական անգամ ընդհատում եմ, ուղղակի զուտ հիշեցնեմ այն փաստը, որ Ադրբեջանի նախագահը այս կոմունիկացիաների խնդրում ասում էր արդեն մենք միացած ենք միջին միջանցքին, Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստանը դուրս է մնացել։ Ճիշտ է ասում, ինչ որ առումով, այն առումով ինչը նա ցանկանում է նշել։ Տեսեք, միջին միջանցքի նախագծի մի ուղղությունը կամ մի ճյուղավորումը, որը ադրբեջանցիները օրինակ զրույցներում ասում են, ադրբեջանցի փորձագետները, նաեւ պաշտոնյաները ասում են, թե դա մեր ծրագիրն է, մեր եւ թուրքերի ծրագիրն է, իհարկե բավական բարդ է հասկանալ, թե այդտեղ ինչ կապ ունեն իրենք եւ թուրքերը, բայց այդ մի հատվածը, մի ճյուղավորումը անցնում է Ղազախստան, Կասպից ծով, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա կամ Վրաստան, Սև ծով ուղիով, բայց ես նշեցի արդեն, որ այստեղ նախ ժամանակային առումով կա մի փոքր խնդիր
Երկրորդ կա շատ ավելի լուրջ խնդիր, դա աշխարհագրական հնարավորություններն են եւ աշխարհաքաղաքական։ Ես նշեմ, որ մի հատված կա այդ ճանապարհի անցնելու, որը հարավային Օսեթիայում ռուսների օկուպացված հատվածից ընդամենը մետրերի հեռավորության, մի քանի 100 մետրի հեռավորության վրա է եւ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է այդտեղ ինչ-որ գործողություն իրականացնել։ Իսկ պատկերացրեք, եթե քարտեզին վերադառնանք, պատկերացրեք, թե Հայաստանի հյուսիսով անցնող ճանապարհը ինչքան է հեռու Ռուսաստանից եւ ինչքան է հեռու Իրանից։ Փաստացի աշխարհաքաղաքական առումով որևէ կախվածություն չկա։ Բացի այդ, երկաթուղին, որը անցնում է Վրաստանով, ունի որոշակի տեխնիկական հնարավորությունների սահմանափակումներ, որովհետև տեղանքի աշխարհագրական դիրքը այնպիսին է, որ որոշակի սահմանափակ քաշ կարելի է բարձել այդ երկաթուղին եւ անցկացնել։ Այսինքն կան խնդիրներ, որոնք իհարկե առաջնային չեն, կարելի է այդպես օգտագործել, բայց Հայաստանի հյուսիսով անցնող ճանապարհի հնարավոր կառուցման եւ երկաթուղու հնարավոր կառուցման դեպքում այդ խնդիրները ընդհանրապես որևէ ազդեցություն չեն ունենալու։ Ինչը շատ հետաքրքիր է ոչ միայն Չինաստանին, շատ հետաքրքիր է նաև Միացյալ Նահանգներին, որովհետև եթե տեսեք, եթե տեսականորեն ենթադրենք, որ հարցը լուծվում է, այդ ճանապարհը կառուցվում է, այդ բեռները տեղափոխվում են, այստեղ Միացյալ Նահանգները որևէ մասնակցություն չի ունենում, ի տարբերություն Չինաստանի եւ Եվրոպայի, որովհետև Եվրոպան այդ ապրանքները ստանում է, տեխնոլոգիաները հետ է ուղարկում, Չինաստանը արտադրում է, ուղարկում է եւ այլն։ Մինչդեռ մենք տեսնում ենք Միացյալ Նահանգները վարչակազմը այսպես խանդեր նույն Պանամայում չինական ներկայության հասկանալի է։ Բացի այդ, Միացյալ Նահանգներում մենք ունենք մի նախագահ, որը իր մտածելակերպով, իր գիտակցությամբ, իր մոտեցումներով ու նուծուծով բիզնեսմեն է, մարդ է, ով որ փնտրում է, թե որտեղ կարելի է գումարներ աշխատել։ Եվ որպեսզի այս ամենին, որպես ամփոփում այս ամենի, ես նշեմ, որ ըստ տարբեր տնտեսագիտական գնահատականների այս ճանապարհով անցնող ոչ միայն Հայաստանով, նաև Վրաստանով անցնող, հյուսիս-հարավ Հայաստանով անցնող ճանապարհի եւ այլն հանրագումարը գնահատվում է տարեկան մինչև 4 տրիլիոն դոլարի չափ, իսկ դա շատ մեծ գումար է, պատկերացրեք դրա նույնիսկ, չգիտեմ, 0.1%-ը եթե Հայաստանին հասնի, դա մեր բյուջեից ավելին է լինում։ Շատ լավ։ Եկեք վերադառնանք հետեւյալ հարցին, ինչքան է հավանական, որ Միացյալ Նահանգների միջնորդությամբ Հայաստանը եւ Ադրբեջանը կնքեն խաղաղության համաձայնագիրը, որի 17 դրույթները համաձայնեցված են եւ գործ ունենք ընդամենը Ադրբեջանի լրացուցիչ պահանջների հետ։ Դրանցից մեկի մասին խոսեցինք Մինսկի խմբի լուծան, որը այդ խնդիր ունի Երևանը, եւ սահմանադրության փոփոխության հարց, թեև Հայաստանի իշխանությունը ասում է, որ դա մեր ներքին գործն է, Ադրբեջանը իրավունք չունի խառնվելու, բայց նաև Հայաստանի վարչապետը ասում է, որ այո, մենք փոխելու ենք սահմանադրությունը 10 ամսում սահմանադրության նոր նախագիծը կլինի, հավանաբար նրանք արժանտրություններին զուգընթաց կամ դրանից հետո կդնեն հանրաքվե եւ ըստ էության Երևանը կատարելու է այն, ինչ որ Բաքուն պահանջում է, եթե իհարկե սահմանադրությունը ընդունվի, իսկ դա նախաբանի չգոյությունն է, ընդհանրապես անկախության հռչակագրի հղում չունենալը, ինչ էլ ասեն Հայաստանի իշխանությունը, դա է դուրս գալիս։ Կարող ենք մենք ենթադրել, որ կնքվի այդ համաձայնությունը, համաձայնագիրը այն ըմբռնմամբ, որ Հայաստանը կգնա այդ փոփոխությունների ճանապարհով։ Այ ինչ եք դուք այստեղ սպասում, նախ կկնքվի թե ոչ եւ երկրորդ դետալին էլ անդրադառնալ։ Այո, 2 նույնիսկ 3-4 հարց կար ձեր հարցում, ես ամեն դեպքում որոշակի հատվածներին անդրադառնամ, նախ կապված նրա հետ, որ Հայաստանը խնդրությունների զուգընթաց կարող է հանրաքվեի դնել հարցը չի կարող, որովհետև Հայաստանում հանրաքվեի մասին օրենքը նման հնարավորություն չի ընձեռում, չի կարող լինել նույն ժամանակում եւ համապետական ընտրություններ եւ հանրաքվե, այնպես որ Հայաստանի իշխանությունները երկուսը միաժամանակ անել ուղղակի հնարավոր չեն կարող, այսպես թե այնպես այդ հարցերը պետք է առանձին դրվեն քվեարկության։ Երկրորդը միջնորդության հետ կապված, ես նշեմ, որ մինչև միջնորդությունը, հիմա ես դրան կգամ, բայց սահմանադրության փոփոխության հարցում, տեսեք, Հայաստանը չի կարող իր վրա պարտավորություն վերցնել, Հայաստանի իշխանությունը չի կարող իր վրա պարտավորություն վերցնել, որ նա փոխի սահմանադրությունը, որովհետև Հայաստանի ժողովուրդն է դա որոշում, իսկ Հայաստանի ժողովուրդը կարող է ուղղակի դեմ քվեարկել։ Բայց նման գործընթաց նախաձեռնել է։ Գործընթաց նախաձեռնել կարող է։ Կարող է նախաբան չլինել։ Պարտավորություն վերցնել, որ այդ սահմանադրությունը կընդունվի, դա
չի կարող, որովհետև դա իր գործառույթների սահմանում չէ, դա Հայաստանի ժողովրդի գործառույթների սահմանում է, Հայաստանի ժողովուրդը բնականաբար այդպիսի պարտավորություն վերցնելու մեխանիզմ գոյություն չունի։ Եվ այս առումով ես գտնում եմ, որ հարցի լուծման միակ տարբերակն այն է, որ Ադրբեջանը հետ կանգնի իր պահանջից։ Հայաստանի իշխանությունը կարող է առաջարկել այդ հարցը Հայաստանի ներսում դնել քննարկման, դնել քվեարկության, բայց պարտավորություն չի կարող վերցնել, որ հարցը կարող է լուծվել։ Առավել եւս, որ այստեղ կա մեկ այլ խնդիր, դա Հայաստանի ներքաղաքական դաշտի խնդիրն է, եւ մենք չգիտենք, թե ինչ զարգացումներ կլինեն մինչ այդ, եւ Հայաստանի իշխանությունն էլ չի կարող 100%-ով կանխատեսել, թե այդ զարգացումների արդյունքում ի վերջո կգնա այդ հարցը, կդառնա այդ հարցը Հայաստանի ժողովրդի հաստատման առարկա, թե չի դառնա, որովհետև ընդհանցակարգ կա այնտեղ, այդ ընդհանցակարգով պետք է անցնի այդ սահմանադրությունը, որպեսզի գնա հասնի հանրաքվեի փուլին։ Գուցե այդ ընդհանցակարգի մասով Հայաստանի իշխանությունները կարող են վստահեցնել, որ սահմանադրության հարցը տանելու ենք մենք այդ ընդհանցակարգով, բայց վերջնարդյունքի հարցով չեն կարող։ Առավել եւս, որ Հայաստանի իշխանությունները սահմանադրության հարցը համարում են Հայաստանի Հանրապետության ներքին հարց, բայց ես մեկ հարցում ամբողջապես համաձայն եմ Հայաստանի իշխանությունների հետ եւ նաեւ Հայաստանի ժողովրդի հետ, որ այս սահմանադրությունը պետք է փոխվի։ Խնդիրը նախաբանի մասին չէ, խնդիրն այն մասին է, որ այս սահմանադրությունը, որը փաստացի պետք է կարգավորի Հայաստանի Հանրապետությունում ապրող մարդկանց, Հայաստանի քաղաքացիների եւ նաեւ որոշ առումով ոչ քաղաքացիների իրավահարաբերությունները եւ մնացած բոլոր ոլորտներում փոխհարաբերությունները չի կարգավորում, այն չի համընկնում այն կենսակերպի հետ, որով ապրում ենք մենք։ Այն արհեստական է, թե ինչու է արհեստական, շատ է այդ մասին խոսվել, չծանրաբեռնենք եթերը, բայց այդ սահմանադրությունը պետք է փոխվի եւ դա եղել է խոստում Հայաստանի ժողովրդին այս իշխանությունների կողմից։ Հիմա հավանականությամբ ես վերադառնամ, ես խոսեմ հենց կոնկրետ միջնորդության մասին։ Կնեք հաշվի առնելով թե Ուիտքոֆի, թե Արադ Միրզոյանի երկու հայտարարությունները։ Այս հարցում մի փոքր ես այլ կերպ եմ պատկերացնում, ոչ թե Միացյալ Նահանգների միջնորդությամբ, այլ այն ինչի մասին մենք արդեն խոսեցինք, կուլիսային պատրաստությունների արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի ուղիղ ստորագրում։ Այդ ստորագրությունը կարող է տեղի ունենալ թե երրորդ կողմերում, կարող է տեղի ունենալ նաև Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, օրինակ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կարող են մեկնել սահմանային ինչ-որ մի կետ եւ այնտեղ ստորագրություն դնել։ Խնդիրը նրա մեջ չէ, թե այսինքն դու բացառում ես, որ Վաշինգտոնում ոչ թե բացառում եմ, ես շատ քիչ հավանական եմ համարում, որ կլինի միջնորդ եւ միջնորդ չլինելու գլխավոր պատճառը աշխարհաքաղաքական է, որովհետեւ եթե ընտրվի միջնորդ, որը կլինի արևմտյան ցանկացած տերություն, սկսած Վաշինգտոնից, Միացյալ Նահանգներից մինչև եվրոպական երկրներ, դա Ռուսաստանի կոշտ հակազդեցության է արժանանալու։ Ամեն դեպքում կնեք, որ ընդհատում եմ, Ուիտքովն ասում է շատ մոտ ենք այդ երկրները մինչև հակամարտության վերջնական կարգավորմանը, շատ մոտ ենք։ Սա կարող է ենթադրության առիթ տալ, որ ամերիկյան կողմը ներգրավված է Հայաստան-Ադրբեջան։ Ամերիկյան կողմը ներգրավված է, տեսեք նորից կրկնեմ։ Ամերիկյան կողմը ներգրավված է այդ կուլիսային գործընթացներում, որոնք մոտեցնում են Հայաստանին եւ Ադրբեջանին համաձայնագիրը ստորագրելուն, բայց բուն ստորագրման գործընթացում Միացյալ Նահանգները կլինի թե չի լինի, նույնիսկ ներկա կլինի թե չի լինի, ես կարծում եմ ավելի հավանական է երկրորդը, որ Միացյալ Նահանգները ներկա չի լինի։ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնության կգան, գուցե ես այսպեսի ենթադրություն էլ անեմ, իհարկե չեմ փորձի նույնիսկ ասել թե ինչքանի տոկոս հավանականությամբ, բայց ինչ որ հավանականություն կա, գուցե երբեք մեր կյանքի ընթացքում չիմանանք, թե Միացյալ Նահանգները ինչ աշխատանք տարավ, որի արդյունքում Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրեցին, բայց այդ աշխատանքը ամենայն հավանականությամբ գոյություն ունի։ Նույն կերպ, եթե փորձ արվի օրինակ որպես միջնորդ օգտագործել մեկ այլ ուժային կենտրոն, նույն հակազդեցությունը առաջանալու է առաջին ուժային կենտրոնի կողմից կամ երրորդի կողմից։ Այսինքն գնեք ԱՄՆ-ի այս վարչակազմի համար կարող է կարևոր լինել արդյունքը եւ ոչ տեսարանը իրենց հովանավորության ստորագրելու։ Այստեղ գալիս ենք արդեն քաղաքականության ավելի խորհրդանշական բեմականացված մասին։ Իհարկե արդյունքը կարևոր է, որովհետև եթե արդյունքը չլինի, ոչինչ ներկայացնել հնարավոր չի լինի, բայց արդյունքի լինելուց հետո սա շատ մեծ հավանականությամբ բոլոր ուժային կենտրոնները սկսել են հայտարարել, որ այդ արդյունքի տերը իրենք են, որովհետև ինչպես հայտնի խոսքում է ասվում, հաղթանակը բազմաթիվ տերեր ունի։ Ուղղակի Ուիտքոֆի այս հայտարարությունը
որոշակի սեփականաշնորհման նախաբան է։ Ես կանխատեսում եմ, որ նմանատիպ հայտարարություն շուտով մենք կլսենք Մոսկվայից։ Թե ով կլինի այդ հայտարարության հեղինակը չեմ կարող ասել, գուցե արտաքին գործերի նախարարը, գուցե մեր հայտնի քարտուղարուհին, գուցե մեկ այլ դերակատար, բայց կլսենք նման մի բան։ Ինչի համար, այստեղ բացարձակապես էական չէ, իրականում նրանք ներգրաված են թե ոչ, որովհետեւ երբ հաղթանակը լինի, երբ արդյունքը լինի, նրանք կարողանան ներկայացնել, որ այդ արդյունքի մեջ մենք էլ ենք ներգրաված եւ վճռականը եղել ենք մենք։ Իհարկե այստեղ եւ Թուրքիան է փորձելու իր դերակատարման մասին խոսել եւ գուցե Ֆրանսիան որոշակի առումով իր դերակատարման մասին բարձրաձայնի, բայց այն որ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը դա անելու են, դա շատ մեծ հավանականություն։ Ամեն դեպքում կուլիսային աշխատանք դուք տեսնում եք Վաշինգտոնի կողմից։ Հասկանալի է, եթե Վիտկոֆը այդ հայտարարությունը արել է եւ դրանից առաջ էլ Հայաստանի արտաքին գործերի նախարարը նույն բանի մասին էր խոսում, այս երկու հայտարարությունների զուգահեռումը ենթադրում է, որ գործընթաց ընթանում է։ Շատ լավ։ Ստամբուլ մայիսի 15 ամբողջ աշխարհը սպասում է այդ ռուս-ուկրաինական բանակցությունը, պարոն Ղևոնդյան, դա իրապես կարող է պատմական օր լինել, կարող է սովորական օր լինել, եթե որևէ համաձայնություն չլինի, ուղղակի հանդիպեն, իրար բևեռայնացված տեսակետները փոխանցեն եւ հեռանան։ Բայց կարող է պատմական լինել, եթե Զելենսկից բացի նաև Պուտինը գա, առավել եւս Թրամփը, որը մերձավոր արևելքում է եւ ասում է, ես կարող եմ գնալ Ստամբուլ, պարզապես կարծես նա պայմանավորում է Պուտին-Զելենսկի զույգի այնտեղ գոյությամբ, չէ՞։ Այն չէ դուք սպասում մայիսի 15-ի Ստամբուլի բանակցություններից, որը դեռ հայտնի չի, պատվիրակությունն է մակարդակով է, թե երկրների ղեկավարն է, այս պայմանությամբ։ Նախ առաջինը Պուտինը բազմաթիվ անգամներ հայտարարել է, թե նա Զելենսկու հետ չի հանդիպի, բայց վերջին ժամանակներում այդ հայտարարությունները չեն երկրորդվում։ Սա ենթադրում է, որ ամեն դեպքում Կրեմլում քննարկում են Պուտինի այցը Ստամբուլ եւ հանդիպումը Զելենսկու հետ, թե ի վերջո ինչ կորոշեն, անձամբ իմ կարծիքով, իմ վերլուծությունների հիման վրա այն, որ Պուտինը չի մեկնի եւ անձամբ չի հանդիպի Զելենսկուն, մի փոքր ավելի հավանական է, քան այն, որ ի վերջո կմեկնի եւ կհանդիպի, որովհետեւ եկեք իրատես լինենք, հնարավոր չէ մեկ օրում մեկ տեղում հարցերը լուծել։ Այսինքն, եթե տեղի ունենա պատվիրակությունների հանդիպումներ, դրանք կլինեն շարունակական, դրանք կլինեն կրկնվող եւ գուցե ինչ-որ մի փուլում էլ Պուտինը արդեն ստիպված լինի մեկնել եւ հանդիպել Զելենսկու հետ, բայց այս բանը դեռևս ստիպված չի, եթե իրատեսորեն են գնահատում այն իրավիճակը, որում հայտնվել է Ռուսաստանը, Պուտինը այս բանը դեռևս ստիպված չի, նա կարող է չմեկնել չհանդիպել Զելենսկուն, բայց պատվիրակությունը ուղարկել եւ պատվիրակությունը հանդիպի Ուկրաինայի եւ ընդհանրապես փոքրիկ քննադատություն ստանալ Վաշինգտոնից, թե ինչու չմեկնեցիր այսպես։ Հիմնականում ոչ միայն Վաշինգտոնից, Բրազիլիայի նախագահն էր այսօր հայտարարություն արել, թե ես Պուտինին կոչ եմ անում գնալ մասնակցել խոսել եւ այլն։ Կհիասթափվեն մի քիչ։ Մի քիչ կհիասթափվեն, բայց եթե նա ենթադրենք օգոստոսին կամ սեպտեմբերին էլի լինի հանդիպում եւ նա գնա, ապա այս անգամվա չգնալը ընդհանրապես որևէ ազդեցություն չունենա։ Եվ եթե մենք այսպես ընդհանրապես զրույցի րոպեների ընթացքում այս տարբերակները քննարկում ենք, հանգում ենք նման եզրակացության, ապա Կրեմլում շատ ավելի լուրջ աշխատում են եւ իրենք ունեն այնց այս արդյունքները, որ Պուտինի չգնալը իրականում որևէ վնաս չի տա, բայց ինչ-որ ժամանակ հնարավորություն կտա ձգձգել գործընթացները։ Բայց Թրամփը շատ ոգևորված է կարծես։ Հասկանալի է, բայց այդ ոգևորվածությունը վերաբերում է գործընթացին եւ ոչ թե Պուտին-Զելենսկի հանդիպմանը, որովհետեւ Թրամփը ինքն է ասում, որ եթե Պուտինը գա կգնամ, դա արդեն ենթադրում է, որ կարող է Պուտինը չգալ եւ նա չգնա։ Իսկ գործընթացի վերաբերյալ ոգևորվածություն կա։ Բուն գործընթացին անցնելով ես գտնում եմ, որ առաջին հանդիպումը անարդյունավետ է լինելու։ Անարդյունավետ է լինելու ոչ թե այն առումով, որ կողմերը իրար դեմ է լինելու եւ թողնելու են գնալու են, այլ անարդյունավետ է լինելու որ այն առումով, որ այն ինչին սպասում է աշխարհը, որ 30-օրյա համաձայնությունը 30-օրյա հրադադարի համաձայնությունը ձեռք բերվելու, դա չի լինելու։ Ինչու չի լինելու, որովհետեւ կողմերի մոտեցումները այս պահի դրությամբ մեկը մյուսին բացառող են։ Եթե Ռուսաստանը գտնում է, որ այդ 30-օրյա համաձայնությունից առաջ պետք է Ուկրաինան որոշակի պարտավորություններ իր վրա վերցնի, Ուկրաինան էլ գտնում է, որ Ռուսաստանը պետք է չկրակի։ Մինչ այդ պետք է դադարեն եւ դրանից հետո պարտավորությունների հարցը քննարկվի։ Իսկ այս մոտեցումները հնարավոր չէ համատեղել, այսինքն հնարավոր չէ
որ եւ պարտավորություններ սկզբում իր վրա վերցնի Ուկրաինան կամ Ռուսաստանը ինչ-որ պարտավորություններ վերցնի եւ կրակի դադարեցումը լինի եւ դրանից առաջ եւ դրանից հետո բնականաբար այստեղ տրամաբանական խնդիր է առաջանում, հնարավոր չէ։ Եվ այս առումով կողմերի մոտեցումները, այս հանդիպումը կողմերի մոտեցումները ընդհանրապես մեկը մյուսին հասցնելու հանդիպում է լինելու իմ գնահատմամբ, որը բերելու է նրան, որ ինչպես Իրանի եւ Միացյալ Նահանգների առաջին հանդիպումներ, այնպես էլ սա մոտավորապես նույն տրամաբանության մեջ, որ հիմնական արդյունքը այս հանդիպման լինելու է հանդիպումները շարունակելու համաձայնությունը։ Թե այդ հանդիպումները շարունակելը կլինի պատվիրակությունների մակարդակով, թե հետո արդեն կորոշեն, որ Պուտինը եւ Զելենսկին անձամբ են հանդիպում, դա արդեն կախված կլինի գործընթացի ընդհանուր ուղղությունից։ Շատ լավ, եթե բովանդակության, այսպես ներսը փորձենք թափանցել, Ռուսաստանը ըստ էության ուզում է իր ձեռքբերումները, այդ թվում տարածքային, ամրագրել դե յուրե, ստանալ Ղրիմի, այսպես ասենք, զավթման ռուսական լեգիտիմացում, հա, Թրամփի կողմից եւ համապարփակ լուծում գտնել, այսինքն Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու նաեւ դե յուրե երաշխիքներ, վերջնական, այսպես ասենք, որոշակի, այսինքն փետրվարի 22-ին ինչ պահանջներ իրենք դնում են կամ Ստամբուլյան այդ 2022 թվականի հանդիպման ժամանակ ինչ պահանջներ դնում են, դրանք վերականգնել եւ ստանալ, հա, կարծես ոչինչ տեղի չի ունեցել, կարծես չի ձախողվել Կիևը գրավելու իրենց ծրագիրը, մինչդեռ Զելենսկին եւ ուկրաինական կողմը հենց դա են ուզում, չէ, իրենց այդ խաղակարտը այն է, որ ձեր ծրագիրը չի հաջողվել, մենք այո տարածքներ ենք կորցրել, բայց կարողացել ենք դիմագրավել եւ դուք պետք է հարգեք մեր շահերը, օրինակ անվտանգության երաշխիքներ, եվրոպական երաշխիքներ, զորքեր կլինեն, թե դիտորդներ կլինեն եվրոպական, այսինքն Ուկրաինան էլ ունի իր ակնկալիքները։ Այդ դուք ինչ եք տեսնում, այստեղ համաձայնությունների տեղ կա։ Եկեք ես առաջարկում եմ, քանի որ մենք պետական պաշտոնյաներ չենք եւ սահմանափակված չենք, եկեք իրական նպատակների մասին խոսենք։ Ռուսաստանը շատ բան կարող է ասել, բայց Ռուսաստանի իրական նպատակը այլ է։ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում ունենալ այնպիսի իշխանություն, որը որոշակիորեն կախվածության մեջ կլինի Ռուսաստանից։ Եկեք հիշենք, թե ինչ հայտարարեց Լավրովը վերջերս։ Նա ասաց, թե եվրոպական զորքերը գալիս են Ուկրաինա, ինչ անեն, պաշտպանեն Ուկրաինայում մնացած ռեժիմը, այն հատվածում, որը մնացել է այդտեղ ռեժիմը, այսինքն խնդիրը ոչ թե Ուկրաինայի ՆԱՏՕ մտնել չմտնելն է, խնդիրը ռեժիմը փոխելն է։ Անհրաժեշտ է Մոսկվային, որպեսզի Ուկրաինայում լինի այնպիսի ռեժիմ, որին իրենք կարողանան թելադրել։ Ինչպես հետխորհրդային այլ երկրներում են նրանք փորձում դա անել անընդհատ, անդադար, եւ Պուտինի հայտարարությունները ուղիղ այնքան են այդպես կոշտ, ինչքան որ պետք է, որպեսզի այդ վերջնական համաձայնությունը հանկարծ վաղը չլինի։ Այսինքն պատերազմը ձգձգելն է նրանց։ Պատերազմը ձգձգելը այս պահի այդ միջանկյալ նպատակն է։ Պատերազմը ավարտելը Պուտինի շահերից չի բխում մի քանի պատճառներով։ Պատճառներից մեկն այն է, որ նա չի կարող հասնել նրան, ինչի մասին ես ասացի, այս պահին։ Ուկրաինայում ունենալ ռեժիմ, որը կախվածություն մեջ կլինի իրենից, որը կլինի մոտավորապես, եթե ոչ Բելարուս, ապա գոնե, չգիտեմ, Միջինասիական որոշ հանրապետությունների։ Այսինքն պատերազմը կանգնեցնելով Ուկրաինան կկորցնի Ռուսաստանը։ Ռուսաստանը կորցնի Ուկրաինային։ Այո, Ուկրաինայի թեկոզ մնացած մասին, որովհետև ի վերջո այն կտորները, որոնք որ Պուտինը վերցրել է, դրանք իր ռազմավարական խնդիրը չեն լուծում։ Նույնիսկ եթե այդ ամբողջը, որը այսօր Ռուսաստանին տիրապետության տակ է, նույնիսկ այն հատվածները, որոնք իրենք հայտարարել են որպես Ռուսաստանի մաս, եթե մնա Ռուսաստանի կազմում եւ աշխարհը ճանաչի, միևնույն է ռազմավարական խնդիրը դրանով չի լուծվում։ Ռազմավարական խնդիրը գլխավոր խնդիրն այն է, որ Ուկրաինայի ռեսուրսները պետք է կարողանա կառավարել Մոսկվան։ Ռեսուրսների մեջ մտնում են հացահատիկի արտահանման հնարավորությունները, Սև ծովի ափերը, Ուկրաինայով տարանցիկ անցնող էներգակիրների հնարավորությունները, Ուկրաինայով անցնող ճանապարհները դեպի Եվրոպա, Եվրոպայի վրա ազդեցության գոտիները եւ այլն, բայց այս նշվածներից որևէ մեկը այդ տարածքները վերցնելով Մոսկվան չի կարող։ Այսինքն Ուկրաինայի արևմտյան ինտեգրացումն է, որ պետք է կանխի Ռուսաստանը այս պատերազմը, քան դա տեղի չի ունեցել, ձեռնտու չի։ Ուկրաինայի նույնիսկ չեզոքությունը այդ հարցը չի լուծում։ Իրեն պետք է կախվածություն, որովհետեւ Ուկրաինան շարունակվելու է զինվել, հա, շարունակելու է վտանգ սպառնալ Ռուսաստանը։ Ուկրաինան շարունակելու է ինքնիշխան որոշումներ կայացնել, օրինակ տնտեսական հարցերում։ Իսկ դա Ռուսաստանի շահերից չի բխում։
Ռուսաստանը չի ցանկանում կորցնել ամբողջ Եվրոպան կերակրող հացահատիկի այդ շատ մեծ շտեմարանը, որտեղ բավական մեծ գումարներ են պատտվում։ Իսկ Պուտինը այս պատերազմը սկսելուց առաջ իր շրջապատին վստահեցրել է, որ դուք այն գումարները, մեծ գումարները, որոնք դնում եք այս պատերազմի մեջ, հետո երբ մենք Ուկրաինան կվերցնենք, Հարավային Կովկասը կվերցնենք, Միջին Ասիան կվերցնենք, կդառնան Ռուսաստանի կամ մաս կամ սատելիտներ եւ որոշումներ մենք կկայացնենք, այդ բոլոր հատվածների դուք այդ գումարները տասնապատիկ հետ կստանաք։ Եվ այստեղ գալիս է երկրորդ գործոնը առ այն, որ Պուտինին ձեռնտու չէ պատերազմը դադարեցնելը։ Նա պետք է այդ բոլոր մարդկանց, այդ բոլոր մեծահարուստներին, կորպորացիաների տերերին եւ այլն, ընդ որում ես նշեմ, որ իմ գնահատմամբ դրանք ոչ միայն ներռուսաստանյան կարող ուժեր են, մեծահարուստներ են եւ այլն, այլ նաեւ արտաքին դաշտից մեծ հավանականությամբ եղել են մարդիկ, ովքեր գումարներ են ներդրել այս ուկրաինական պատերազմում։ Նրանց բոլորին նա պետք է պատասխան տա, թե ուր են իրենց գումարները, որտեղ ծախսվեցին եւ ինչպես են նրանք դա հետ ստանալու։ Իսկ պատերազմի ընթացքում նա դեռ կարող է այդ պատասխանները չտալ։ Սա եւս մեկ գործոն է, որի համար որ Ռուսաստանը ցանկանում է ցկցել պատերազմը։ Եվ այս գործոններ, էլի գործոններ կան։ Այս գործոնները այնքան վճռական են, որ այդ իմ կանխատեսումը, որ գոնե այս պահին վերջնական համաձայնություն չի լինելու, դարձնում է շատ մեծ հավանականություն ունեցող։ Կամ Ռուսաստանը կամաձայնվի պատերազմի կանգնեցմանը, եթե իր բոլոր պայմանները կատարվեն։ Այո, եւ եթե նա կարողանա ստանալ այդ Ուկրաինայի նկատմամբ վերահսկողությունը եւ կարողանա նաեւ դրա միջոցով այդ պատերազմում գումարներ եւ իրենց անձնական ներդրումը ունեցած մեծահարուստներին, իր շրջապատի մարդկանց կարողանա փոխհատուցել այն ամենի համար, ինչ նրանք արել են։ Ամեն դեպքում կա երկու գործոն այստեղ, որ չեն կարող հաշվի չառնել, դա Միացյալ Նահանգների այս վարչակազմի ցանկությունն է ձեռք բերել պատմական հաղթանակ պատերազմի կանգնեցման տեսքով, այս պարագայում ինչ տեղի կունենա Միացյալ Նահանգների դերակատարման հետ, արդյոք նրանք կշարունակեն մնալ ներգրաված, թե դուրս կգան բանակցություններից եւ դուրս գալուց հետո ինչ կանեն Ուկրաինային կզինեն, թե ընդհանրապես կհրաժարվեն այս թեմայով զբաղվել, ինչպես կհրաժարվեն, եթե օգտակար հանածոների գործարք են կնքել, այս հարցին անդրադառնանք եւ եվրոպական երկրների շահերին, որոնք Ուկրաինայի կողքին են եւ ռուսական ստի քարոզչամեքենան հետեւյալ կեղծիքներ հորինել, որ Մերց, Քիրստարմեր եւ Մակրոն հանդիպման ժամանակ նրանք կոկաին են օգտագործել սեղանին դրված անձեռոցիկից ելնելով է։ Չէ, ես ուզում եմ սա մեր հեռուստադիտողը նաև իմանա բանի Զախարովայի հայտարարությունները լսելիս այդ տիկինը ամենայն լրջությամբ նման մեղադրանքներ հնչեցրել պետք է թեթև տանել դրանից թվում է։ Դե հասկանալի է, ես նկատել եմ, որ Հայաստանի քաղաքական դաշտում հատկապես իշխող շրջանակներում այլևս այդ տիկնոջ խոսակցությունը չեն մեկնաբանում, որովհետև իմաստել չունի մեկնաբանել։ Առավել եւս, որ այդ տիկինը որևէ էական դերակատարում որոշումների կայացման գործընթացում Ռուսաստանում չի կատարում, նա ընդհանրապես ինչ-ինչ մտքեր սուրճ կերպով բարձրաձայնող այդպես դերակատարի դեր է ստանձնել, բայց տեսեք, մենք խոսում ենք այն մասին, որ Ռուսաստանը փորձելու է դեռևս չավարտել պատերազմը, բայց դեռևս չավարտել պատերազմը չի նշանակում գնալ դեմ ամբողջ աշխարհին, շարունակել այն վիճակը, որը կա, չի նշանակում բոլորին մերժել ամեն ինչում, որովհետև այդ դեպքում Ռուսաստանը կարող է հակառակ խնդրին բախվել, առ այն, որ Արևմուտքը եւ նույն Միացյալ Նահանգները կշարունակեն Ուկրաինային զինել եւ պատժամիջոցները կհասցնեն այնպիսի վիճակի, որ Ռուսաստանի առանց այդ էլ համարյա փլուզված տնտեսությունը ընդհանրապես կփլուզվի եւ իրենք կհայտնվեն այնպիսի վիճակում, որ չեն կարողանա ուղղակի ֆիզիկապես շարունակել։ Այսինքն Թրամփի պատասխան կարող է լինել պատժամիջոցների խստացումը, պատժամիջոցների խստացումը, Ուկրաինային նոր զինատեսակների մատակարարումը եւ այլն, բազմաթիվ հնարավորություններ կան այստեղ։ Ընդ որում պատժամիջոցների գործընթացում սիրաշահելով ներառումը նաև այլ պետությունների, որոնք այս պահին աշխատում են Ռուսաստանի հետ, պետությունների, որոնց միջոցով Ռուսաստանը կարողանում է, այո, մասնավորապես, որոնց միջոցով Ռուսաստանը կարողանում է դեռևս իր ռազմական մեքենան օգտագործել, կան շատ հնարավորություններ փակել ուղղակի դրա ճանապարհը, դրանցից մեկի մասին ու Վիտկոֆը վերջերս մի առիթով ասել էր, որ մենք գիտենք, որ օրինակ Բալտիկ ծովով Ռուսաստանը ստվերային նավթային շրջանառություն ունի, եթե Ռուսաստանը շարունակի այդպես բոլորին ամեն ինչ մերժել, մենք կփակենք այդ ճանապարհը։
Եթե Ռուսաստանի ներկայացիների վաճառքի ճանապարհը փակվի, ընդ որում մի ճյուղն էլ Ադրբեջանով է անցնում։ Ու շատ լավ գիտեն Միացյալ Նահանգները, որ դա անցնում է այդտեղ։ Եթե Ռուսաստանի ներկայացիների ճանապարհը փակվի, Ռուսաստանը շատ կարճ ժամանակում, ամիսների ընթացքում ուղղակի կքանդվի։ Եվ այդ մասին գիտեն ոչ միայն Կրեմլում, այդ մասին գիտեն Վաշինգտոնում, այդ մասին գիտենք նույնիսկ մենք Երևանում։ Խնդիրը այստեղ այլ է, խնդիրն այստեղ այն է, որ Ռուսաստանը, մասնավորապես Պուտինը պետք է փորձեն այդ ձգձգելու գործընթացում թելերը չկտրել եւ կամուրջները չայրել։ Իսկ դա նշանակում է, որ հանդիպման ժամանակ հաջորդ հանդիպման մասին համաձայնությունը ձեռք է բերվելու հենց այդ տրամաբանության մեջ, որ կամուրջները չայրվեն, որ նրանք փաստացի Տրամպին գրողի ծոցը չուղարկեն եւ Տրամպը այդ գրողի ծոցից չվերադառնա շատ ավելի կատաղած, զայրացած եւ Ռուսաստանի խնդիրները բազմապատկի։ Շատ լավ, եկեք հետևենք Ստամբուլում ինչ տեղի կունենա եւ կշարունակենք։ Factor TV-ում հյուրընկալել ենք Ռոբերտ Ղևոնդյանին։